Հայաստանում աճել է սպանության փորձերի թիվը։ 2025 թվականին 39 դեպք, 2026 թվականին 51 դեպք։ Ավելացել են առողջությանը ծանր վնաս պատճառելու դեպքերը։ 107 2025 թվականին 114 դեպք, 2026 թվականին։ Ավելացել են սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված հանցագործությունները։ Սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված դեպքերը 82 դեպք, 2025 թվականին 93 դեպք, 2026 թվականին։ Այնուամենայնիվ 2026 թվականի առաջին կիսամյակն ամփոփելիս ներքին գործերի նախարարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատարն արձանագրում է, որ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ հանցագործությունների թիվը նվազել է։ 21960 հանցագործություն է արձանագրվել այս տարվա առաջին 6 ամիսներին, նախորդ տարվա 22025 հանցագործության փոխարեն, ընդամենը 65-ով պակաս։ Նվազել է 65-ով, կամ 0.3%։ Եթե ամեն ինչ այդքան լավ է, ապա ինչու է այսքան վատ, ոստիկանապետից հետաքրքրվում են լրագրողները, հիշեցնում, որ գրեթե ամեն օր հասարակությունը ցնցվում է սպանությունների, բռնությունների, սահմռկեցուցիչ տեսարաններից, որոնք հազվադեպ ընդմիջվում են ներքին գործերի նախարարության տարածած հանցագործներին գետնին պառկեցնելու շոու հիշեցնող դրվագներով։ Ոստիկանությունը իր օպերատիվ հետախուզական գործունեության ողջ գործելավոճը կիրառում է եւ գումարած դրան, եթե տեղյակ եք, ոստիկանությունը իրականացնում է նաեւ պրոֆիլակտիկ կանխարգելիչ միջոցառումներ։ Կանխարգելիչ միջոցառումներ ամենօրյա հետախուզական աշխատանքներ է իրականացնում ներքին գործերի նախարարությունը, վստահեցնում է փոխնախարարի ժամանակավոր պաշտոնակատարը։ Իսկ ինչ է պարզել ոստիկանությունը վերջին օրերին Մալիշկան տակնու վրա անող դիմակավորված անձի մասին։ Մալիշկայում բնակիչներին ահաբեկող անձին ոստիկանությունը դեռ չի հայտնաբերել, բայց դեպքը իրավապահներին հայտնի է, ասում է Ցուցուլյանը։ Հայտնաբերման աշխատանքներին ներգրավված են ոստիկանության բոլոր ստորաբաժանումները։ Մալիշկայի դեպքը մեզ հայտնի է արդեն, մենք աշխատում ենք այդ ուղղությամբ, ոստիկանության բոլոր ստորաբաժանումները ընդգրկված են հայտնաբերման, այդ նշված անձի հայտնաբերման ուղղությամբ։ Իրավապահները դեռ չեն գտել նաև օգոստոսի 10-ին Հալաբյան 13 շենքի բակից հայտնաբերված նորածնի ծնողներին։ Այս պահին էր նշված պահին օպերատիվ հետախուզական միջոցառումներ իրականացվում են, աշխատանքներ դեռևս տարվում են։ Ես չեմ նշում, որ ոստիկանությունը թերություն չունի։ Բնականաբար ոստիկանությունը կլինի դեպքեր, ուշ կհայտնաբերվի, կլինեն դեպքեր, շուտ կհայտնաբերեն։ Օրինակ վերջին շրջանում մենք հայտնաբերել ենք 20 թվականի հետախուզվող, 21 թվականի հետախուզվող անձեր։ Ըստ էության, ներքին գործերի փոխնախարարը հորդորում է չհուսահատվել, մի օր անպայման կհայտնաբերվեն նաև Մալիշկայի սարսափը, նորածին աղջնակին լքած ծնողները, գուցե 2030 կամ 2031 թվականին։ Լիլիթ Խալաթյան, Գագիկ Տեր-Ղազարյան, Հայլուր։